Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, մենք տեսնում ենք շաբաթվա ընթացքում մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում։ Բայց մինչ անդրադառնալը մեր ներքին քաղաքական իրավիճակին, կուզեմ անդրադարձ ունենանք Ադրբեջանի նախագահի հերթական պահանջները, որը շարունակ տեղում է, եւ այս անգամ Արևմտյան Ադրբեջան իր խոսույթը փորձել է ավելի դարձնել պաշտոնական։ Ինչ կարծիք ունեք առհասարակ դուք, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը կամ այսպես կոչված նախագահը, որովհետև իրականում դա ուղղակի մի բռնապետ է, որը իր ամբողջ ժամանակահատվածում զբաղված է եղել մարդկանց ազատությունները չեզոքացնելով, պատմությունը կեղծելով եւ այլ, այսպիսի երևույթներով է ինքը հայտնի եւ մեր պետության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ Արցախի նկատմամբ իրականացրած ցեղասպանական գործողությունները ըստ էության բլոկադայի մեջ պահել է երկիրը եւ տեղահանել է բնակչությանը, դա ինքնին ցեղասպանություն է եւ այդ մարդը որևէ սահման չունի նրանց ուզած ինչն է, նրանց ուզածը նա է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին գոյություն չունենա եւ ընդհանրապես հայությունը գոյություն չունենա այս տարածաշրջանում եւ ամբողջ այս թուրանական աշխարհը միավորվի եւ այսպեսի մի նոր թեզ են գցել, իբր ստեղծում են նոր միություն, իսլամական միություն, բնականաբար թուրանական երկրների միություն է, դա ոչ թե իսլամական երկրներ, որովհետև մի շարք իսլամական երկրներ համաձայն չեն եւ ցանկություն չունեն դրա մեջ մտնելու։ Հիմա ինչ է անում Ալիևը։ Ալիևը պատմություն է կերտում իր համար եւ քանի մենք լուռ ենք, քանի մենք զբաղված ենք շատ ավելի ոչ կարևոր գործերով, նրանք իրենց համար կեղծ պատմություն են կերտում եւ սերունդներ են դաստիարակում դրանով։ Հետո գիտեք շատ դժվար է լինելու այն երեխաներին, որոնց սովորացնում են, որ հայերը այստեղ եկվոր են, այս տարածքները բոլորը ադրբեջանական են եւ այլ եւ մենք որ կայինք հայերն ուր էին, անդադ այդ սերունդը մեծանում է եւ շատ դժվար է լինելու դրա դեմ պայքարել։ Մեր մոտ քար լռություն է, անտարբերություն եւ սա շատ վտանգավոր է։ Այսօր ավելի մտահոգիչ է մեր լռությունը, քան Ալիևի այդ խոսքերը։ Եվ ես անդադ համեմատականներ եմ տանում, երբ որ Ալիևը զինվում էր, մեր մոտ ասում էին, որ դա անում է ներքին իր խոսում է ինքը ներքին լսարանի համար, բան եւ այլը, այդ ձենքը ի վերջո չի կարա գործադրի, բայց բարձում է ինքը ամեն ինչն էլ կարողացավ օգտագործի եւ ներքին լսարանը հոգեբանորեն պատրաստ է աջակցելու այն ծրագրերին, որը իրականացնում է Ալիևը։ Մեր կողմից ոչինչ չի արվում։ Այն մարդիկ, որոնք պատմություն չունեն, 3 ամիսօր են ստեղծվել, ինչ-որ տարբեր ցեղախմբեր են, պատմություն են կերտում, երկիր են սարքում, հարաբերություններ են մշակում, իսկ այն ազգը, այն պետությունը, որ գոյատևել է, ունեցել է պատմություն, մշակույթ եւ այլը, հիմա զբաղված է տարբեր տեսակի ոչ կարևոր գործերով։ Տեսեք, մինչ մենք տեսնում ենք Ադրբեջանը հստակ արտաքին քաղաքականության ու ռազմավարության ուղղությամբ է գնում եւ ունի իր հստակ դիրքորոշումը, Հայաստանը այս դեպքում կարծես թե ընդհակառակը հետ քայլ է անում։ Իր մշակութային կոթողներին տեր չի կանգնում, իր պատմական անցյալին տեր չի կանգնում եւ հետս հետը մենք հետընթաց ենք ապրում։ Ինչու այս հետընթացը գիտակցաբար ենք ապրում, թե սա եւս իրենց թերի կրթության արդյունքն է։ Եվ մենք ուղղակի անտերության մատնված մի երկիր ենք, որը որևէ ռեալ
քաղաքական կուրս չունի եւ ընդհանրապես այս վայրենիներից մուրում է խաղաղություն։ Շատ բարձ ասում է թողեք ապրենք, էլի մեղք ենք, թողեք ապրենք։ Իսկ այս ազգերը նման մարդկանց հետ, նման ազգերի հետ շատ վատ են վարվում եւ փորձը ցույց է տալիս, որտեղ եղել է դիմակայություն, այդտեղ հայերը մնացել են, որտեղ փորձել են թուրքերի հետ խաղաղություն պահել, որևէ հայ չի մնացել։ Անընդհատ չի կարելի նույն բանը կրկնել, նույն սխալը կրկնել։ Հիմա ցավոք սրտի այդ տգիտությունը դարձել է շատ մարդկանց համար կարևոր եւ գիտելիքից ավելի կարևոր, պատմությունից ավելի կարևոր եւ հիմար մտքեր անընդհատ կրկնում են։ Շատ վտանգավոր է, երբ որ այդ հիմար մտքեր կրկնողները հայտնվում են իշխանության։ Տարբեր երկրներում նստած այդ մի խավ կա, որը անօգուտ է այդ խավի հետ ինչ-որ բան խոսել, որտեղ որևէ տրամաբանություն չկա։ Եվ տարբեր երկրներում նստած կոմենտներ են գրում, վարկաբեկելով մարդկանց, հազար ու մի տեսակ կեղծ բաներ։ Իհարկե դա նաև ծրագրված է, այստեղից ուղղությունը տալիս են, այնտեղից սկսում են գրել եւ նույնիսկ այստեղ նստած խմբեր կան, որոնք դրանով զբաղվում են։ Դե այդ հետագայի հարց է, այդ ազգային անվտանգությունը պետք է դրանով զբաղվի, որպեսզի այս երկիրը իրապես մաքրվի եւ երկիր դառնա։ Տեսեք, մենք չենք խոսում արցախահայերի վերադարձի մասին, նույնիսկ հեռանկարում չկա, ասում ենք անհեռանկարային գործընթաց է դա, սա ինչ է, երբ որ մարդիկ մտածում են արդեն արևմտյան Ադրբեջան պետք է լինի եւ իրենք պետք է ետ կան, իրենց մշակույթը եւ այլն, այս խոսույթը, որի դիմաց ոչ մի կերպ չի առնվում եւ հայկական կողմը, որը հստակ այս պահին արցախահայերը գտնվում են շատ սոցիալական ծանր վիճակում, չի խոսվում դրա մասին։ Ինչու ոչինչ չեն անում։ Եթե վերցնենք այսպես, որ երկու կողմ կա, ասենք մի կողմը, որը իրականում այդ իրավունքը չունեն այդպես խոսելու, բայց ինչ որ հեքիաթներ հնարում են, իբր թե կա արևմտյան Ադրբեջան եւ ունեն արևմտյան Ադրբեջանի կառավարություն, որը խրախուսվում է եւ աջակցվում է ադրբեջանական իշխանության կողմից։ Հայկական կողմից, ասենք որ եւս կան ազգային կազմակերպություններ, Արևմտյան Հայաստանի հետ կապված կառավարություն, Արևմտյան Հայաստանի հարցերով զբաղվող կազմակերպություններ, բայց որևէ աջակցություն պետության կողմից չունեն։ Ստացվում է ինչ։ Մեկը 3-ի դեմ։ Ընդհակառակը մեր երկրի ղեկավարը ինքն է այդ արևմտյան։ Այսինքն ստացվում է, որ այո, իրականությունը նա է, որ մենք ունենք Արևմտյան Հայաստան, մենք ունեցել ենք այդ մեծ Հայաստան, ունեցել ենք այդ պատմությունը, բայց հիմա դրա մասին չենք խոսում եւ պետությունը մեր իշխանությունները չեն աջակցում այն կազմակերպություններին, որպեսզի այդ գաղափարը մնա եւ մեր սերունդները դրա մասին իմանան, բայց Ադրբեջանը, որը չունի, կեղծ թեզերը առաջ տանելով խրախուսում է եւ պետական քաղաքականությունը վարում այդ ուղղությամբ։ Հետո ասում են եկեք նստենք իրար հետ բարեկամություն անենք, խաղաղություն կնքենք, բարձր չէ որ այդպես խաղաղություն չի լինում։ Այդ խաղաղությունը պետք է երկու կողմն էլ ուզեն։ Ցավոք սրտի հիմա չի ստացվի խաղաղություն, որովհետեւ մենք պարտված կողմ ենք այս պահի դրությամբ։ Սա հերթական հավակնությունը չէ Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, նրանք շատ բարձ ասում են, որ Երևանն էլ է մերը, Հայաստանն էլ է մերը, Սևանն, ամբողջը մերն է։ Դուք ստեղ եկվորներ եք։ Եվ դա ասում է երկրի առաջի դեմքը, այսպես կոչված, որը ամեն անգամ առիթը բաց չի թողնում այդ մասին խոսել։ Արդյոք ԱՄՆ-ում ձեռբերված այս համաձայնագիրը չի խախտվում այս պարագայում։ Իհարկե խախտվում է, այդ համաձայնագիրը որևէ բան չի, մենք անդադ դրա մասին խոսել ենք, դա որևէ բան չի տալու, ես ուրախ կլինեի, որ դա իրականություն լիներ, բայց դա որևէ բան չի տալու, միայն նա, որ ընդհանրապես այս իշխող կուսակցությունը ուղղակի որպես քարոզարշավի մի թղթի կտոր անընդհատ այդ մասին խոսալու է, որ Երբ մենք խաղաղություն ենք բերում, մենք ոչ մի խաղաղություն չեն բերել եւ խաղաղությունը այդպես չեն բերում։
խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մեր քաղաքացիները հանգիստ կլինեն, որ այլևս թուրքը եթե ուզեն նայել չի կարող հարձակվի մեր վրա։ Այդ ժամանակ կլինի։ Իսկ եթե թուրքը հիմա ուզեցավ հարձակվի, կհարձակվի։ Կարծում եք ինչ-որ մեկը կարողանալու է պահի դա, բնականաբար դա այդպես չի լինելու, եւ այսօրվա Միացյալ Նահանգների նախագահը եւ աշխարհի գերտերությունների նախագահները ունեն իրանց շահերը եւ իրանց շահերով են առաջնորդվում։ Իրանք չեն առաջնորդվում այն տրամաբանությամբ, որը Հայաստանում կա, նույնիսկ իրանք չեն հասկանում այդ տրամաբանությունը, ինչ են ուզում ի վերջո հայերը, որովհետեւ ոչ մի հստակություն չկա։ Ով է Հայաստանի կողմնակիցը, կարող եք ասել հիմա։ Եթե դու մի քաղաքականություն ես վարում, որ որևէ ընկեր չունես, նշանակում է դու ոչ մեկին պետք չես։ Կամ դու այնքան ուժեղ պետք է լինես, որ դու ինչ որ անում ես, քո կողքը ուրիշները կանգնեն։ Բայց դա տես չի, չէ՞, պարզ է, չէ՞, որ մենք դինենք հասկանալի քաղաքականություն վարենք, որ գործընկեր երկրները մեր կողքը կանգնեն։ Բայց մենք հիմա անլուրջ պետության տպավորություն ենք թողնում եւ անլուրջ մարդկանց հետ ոչ ոք չի խոսում։ Տեսեք, միջ արտաքին քաղաքականության լուրջ մարտահրավերները նետված են եւ Հայաստանի կողմը լռելիալ վիճակ է։ Կարծես թե գնում է խաղաղության օրակարգ, ասելով լռում ենք, որ խաղաղության օրակարգ գնանք, թեև դա ակնհայտ ձախողում են։ Ամեն պարագայում մենք տեսնում ենք հիմա էլ Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթղթերն են պաշտոնական իրենց կայքեջում, ինչու համար է այս ամենը արվում հիմա, երբ իրենք իսկ համարում են, որ Արցախի էջը փակված է։ Գիտեք, իրանք քաղաքական օրակարգ են ձևավորում։ Հիմա եկեղեցու հետ կապված քիչ անց մենք անդրադառնանք դրան, բայց իրանք քաղաքական օրակարգ են ձևավորում։ Ինչ պետք է խոսան իրանք։ Իրանք խոսելու ոչ մի բան չունեն։ Ոչ կարող են ասել, որ տնտեսական վիճակը լավացել է, ոչ կարող են ասել, որ անվտանգության երաշխիքներ են 100%-անոց երաշխիքներ են ստեղծել, ոչ կարող են ասել, որ նոր հարաբերություններ են ստեղծել, նոր պետություններ են մեզ բարեկամ դարձել, ոչ կարող են ասել, որ մեր գերիներին ենք հետ բերել, ոչ Արցախի հարցում ինչ-որ բան, այսինքն իրանք ոչինչ չունեն ասելու։ Իրանց տրամաբանությունը հետևյալն է. պետք է ստեղծել մի կերպար հակառակորդ, քաղաքական իմաստով հակառակորդ, եւ ոնց գցում բռնում են, այս երկու նախագահներն են իրանց հակառակորդը։ Երբ որ ասում ես, որ դու վատն ես, ասում է իրանք ավելի վատն են։ Մենք չենք ասում ով է վատ, ով լավ եւ այլն, մենք ուղղակի ասում ենք, որ պետք է այս իրավիճակից դուրս գալ, ոնց դուրս գալ, դուք դրա մասին չեք խոսում, դուք ասում եք նրանք էլ էին վատը։ Հետո ինչ նրանք էլ վատն էին, դուք բոլորդ վատն էիք ուրեմն։ Բայց ժողովուրդը ինչ մեղք ունի սրա մեջ։ Հիմա դուք ինչ եք ասում եք, որ ինչ որ փաստաթղթեր այդ երկուսը լավ չեն վարել եւ այլ, լավ են վարել, վատ են վարել, երկար տարիներ խաղաղություն ա եղել։ Վատ դիվանագիտությունը ավելի լավ է, քան պատերազմը, դա ակնհայտ փաստ է։ Կարողացել են այդ վատ դիվանագիտությամբ, այսպես ասած, պահել խաղաղությունը։ Դու էլ վատ բանակցեիր, վատ դիվանագիտություն անեիր, բայց խաղաղությունը պահեիր, Արցախը մնար, այդքան զոհերել անմեղ չունենայինք։ Բայց դա չեք արել, չէ՞, դուք չեք արել։ Հիմա գցել նրանց վրա, նրանց սարքել նորից խաղացող քաղաքական դաշտում, փորձել իրանց հետ խաղալ, ասել, որ ես այսպես եմ ասել, իրանք այսպես են ասել, նրանք էլ մի հատ ասեն, չէ, դու այսպես ես ասել եւ այնպես ամբողջ մամուլը լցնել սրանով ու ձևավորեն քաղաքական դաշտ։ Սա է իրանց արածը։ Սա է իրանց շատ այսպես խորամանկաբար ժողովրդին ներքաշում են մի բանավեճի մեջ, որը ոչ մի օգուտ չի տալու իրանց, ժողովուրդը ոչ այս կողմն է ուզում, ոչ այն կողմը, ժողովուրդը նոր բաներ է ուզում եւ լուծումներ է ուզում հարցերին։ Գիտեք, անընդհատ իրար մեղադրելով չի։ Պետք է հասկանալ, որ նոր լուծում է պետք այս իրավիճակից դուրս գալու համար ու տրամաբանական լուծում է պետք։ Իրար մեղադրելով այդ լուծում չի։ Տեսեք, փաստաթղթերը դնում են պաշտոնական կայքում, այստեղից կարելի է մի հետևություն անել, որ փորձում են Արցախի կորստի բեռը բարթել նախկինների վրա, ասելով, որ դա նախկին բանակցային գործընթացի շարունակություն է։
Հիմա ուզում եմ հասկանալ, սա ինքնաարդարացման համար է դրված, թե մենք որոշակի պետք է հետևություններ անենք, որպեսզի կարողանանք ճիշտ ընթացքի մեջ գնալ։ Դե բնականաբար, նայեք, տեսեք ինչ է ասում, ասում է, որ նախկիններն են մեղավոր, որ Արցախը կորցրեցինք։ Նախ դու որ գալիս էիր իշխանության, գիտեիր դրա մասին, չէ՞։ Հենց գլխից հայտարարեիր, որ սա այսպես է։ Կամ դու չգիտեիր այդ մասին, որ ավելի վատ է։ Երկրորդը, եթե նույնիսկ չգիտեիր այդ մասին կամ գիտեիր այդ մասին, դու հայտարարել ես, որ դու այդ ամեն ինչը դնում ես մի կողմ ու սկսում ես զրոյական կետից։ Ու զրոյական կետից վարում ես մի քաղաքականություն, որը բերեց կործանման։ Այսինքն ամբողջ պատասխանատվությունը 100%-անոց դու վերցնում ես քո վրա, քո խոսքերն է։ Դու որ ասում ես 0-ից, ես սկսում եմ 0-ից, այսինքն այն ինչ որ արել են մի կողմ դրած, հիմա ես 0-ից եմ սկսում։ Բայց այն ժամանակ ասեիր, որ այդ ինչ որ արել են շատ սխալ է, եւ այդ քաղաքականությունը բերում ասենց ինչ որ բաների եւ այլը, այն ժամանակ ասեիր, որ սենց է, դա չի ասվել, չէ՞։ Ասվել է, որ ես սկսում եմ 0-ից։ 0-ից գնացել ես Արցախ, Արցախում հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու սկսել է պատերազմը։ Պատերազմը սկսելուց հետո պիտի կարողանայիք պատերազմը կանխել եւ վերջ տալ այդ պատերազմին, որովհետեւ հասկանալի էր, չէ՞, ձեզ զեկուցում էին, որ մենք վիճակի չենք այս պատերազմում հաղթել։ Բայց այդ ընթացքում դուք ինչ եք անում։ Դուք բռնում եք ՕԴԿԲ-ի հապկի քարտուղարին վարկաբեկում եք, մեր քարտուղարին, որ հապկի քարտուղարը մերն էր, այսինքն հապկը այդ ռազմական դաշինքը ղեկավարում էր հայ գեներալ։ Հանում եք իրան ընդեղից, վարկաբեկում եք, հանում եք։ Ժողովրդին էլ ասում եք, որ կհանենք, մենք ուրիշ գեներալ կնշանակենք, հանում եք եւ տեղը ոչինչ չեք ստանում, տեղը ստանում եք նվեր Բելարուսիայից ինչ-որ մեկը, որը լրիվ Ադրբեջանի կողմնակից է։ Եվ արդյունքում պարտվում եք։ Այս 1 սխալ, 2 սխալ, 3 սխալ, 4 սխալ, չեք զգում, որ դու անցած սխալները դուք եք անում։ Հետևաբար դուք պետք է թողնեք այս ամեն ինչը, որովհետև սա ձերը չի, դուք չեք հասկանում այս ամեն ինչից։ Եվ խորացնում եք անընդհատ խորացնում եք խնդիրները։ Հիմա ասենց խորացնելով գնում են, չկա մի ոլորտ, որտեղ կա հաջողություն, չկա տենց բան։ Բացառություն կարելի անել մի բան, որ ընտրությունների ժամանակ մարդկանց ձայներ չեն առնում։ Համենայն դեպս ես տենց եմ հասկանում։ Ձայներ չեն առնում, չկա տենց բան։ Այդ լավ է։ Հանուն արդարության պետք է ասել։ Վստահ եմ, որ ընտրություններում հաղթելու են։ Այս վստահությունը որտեղից, երբ որ մենք տեսնում ենք, որ քաղաքացիների մեծ մասը դժգոհ է իրենց վարած քաղաքականությունից եւ ունեն արցախահայեր, որոնք այսօր Հայաստանում են եւ դժվարին կացության մեջ են։ Շատ տրամաբանական է, չկա մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրությունների եւ մտածում է, որ ինքը պարտվելու է։ Բոլոր քաղաքական ուժերը մտածում են, որ իրենք հաղթելու են։ Բայց դե ինչ է լինում հետո, այդ հայտնի երկիցը տեսակ ինչ եղավ կլինի։ Հիմա տեսնենք ինչ կլինի։ Դե անդրադարձ ունենանք եկեղեցուն այս շաբաթ եւս անմաս չմնաց, համարելով, որ ամենայն հայոց կաթողիկոսը մեծ վնաս է Հայաստանի համար, գործակալ անգամ նույնիսկ կոչեցին, ես չեմ ուզում իջնել այդ թվարկել այդ բացասական երևույթները, որոնք խոսվեցին, ինչու է հայտնվում եկեղեցին հերթական անգամ թիրախում, ասում են եկեղեցին անջատեք ամենայն հայոց կաթողիկոսից, համամիտ եք այս կարծիքի հետ։ Անտրամաբանական անհեթեթ միտք կա, վեհապար հայրապետը չի կարող լինել գործակալ, ուղղակի չի, ի պաշտոնի չի կարող լինի։ Ցանկացած գործակալի բերեք նշանակեք բան, վեհապար հայրապետ, ինքը կծառայի հայ ժողովրդին, ինքը չի կարող դառնա բան գործակալ։ Իմաստը որն է գործակալ լինելու։ Ամենայն հայոց հայրապետը աշխարհով մեկ հայության հայրապետն է եւ ցանկացած երկրի շահեր այդ երկրում ապրող հայ համայնքի հետ կապված ինքը առաջ է տանում։ Ինչ գործակալի մասին է խոսքը, անհեթեթ անդուրջ բան է այդ խոսակցությունը, մեղադրանքներ են,
մարդ վարկաբեկելու է խնդիրա դրված, այդպես խոսի օրինակ այդ Փաշեզադեը ինչ է այդ որ կա Ադրբեջանի հոգեվոր։ Բայց մենք տեսնում ենք հերթական անգամ հոգեվորական է ձեռքբերվում տեսել։ Ինչ է ասում այդ Փաշեզադեն։ Փաշեզադեն ասում է, որ հայ առաքելական եկեղեցին վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը, եւ այլը, որ բանը հիմա այդ նույն խոսքերը կրկնում են այսօրվա իշխանությունները։ Ինչ վերաբերում է վեհապարին։ Վեհապար Հայրապետին նայեք Հռոմի Պապը իր ուղերձում երբ որ խոսեց նաև ասեց որ ինքը պատիվ է ունեցել շփվել ամենայն հայոց վեհապար Հայրապետ Գարեգին II-ի հետ ինքը ասեց պատիվ է ունեցել եւ իր ողջույններն է ուղարկում այսինքն ըստ էության սատարում է այսինքն Հռոմի Պապը լավ չի հասկանում այլ եկեղեցիները լավ չեն հասկանում ժողովուրդը չի հասկանում ոչ ոք չեն հասկանում մենակ իրանք են հասկանում մենակ իրանք գիտեն այդ ինչա իրանք են հասկանում այդ եկեղեցին պարակտել անընդհատ գնալ տարբեր տեղեր պարակտել այդ բարձա չէ ինչի համար է այդ արվում դա ոչ մի լավ բանի չի բերելու ենթադրենք չնայած ես կարծում եմ որ դա տենց չի լինելու ենթադրենք վեհապար Հայրապետին հանեցիք Կաթողիկոսին փոխեցիք, իրա բազմաթիվ թերություններով հանդերձ։ Կաթողիկոսին հանեցիք, ում եք բերում տեղը։ Ում եք բերելու տեղը։ Այն մարդկանց, որոնք հիմա ձեր կողմն են անցել, դրանք են, չէ՞ գալու։ Բայց էլ մենք ժողովրդին հարցրեք, այդ մարդիկ հեղինակություն ունեն, ազգի մեջ հեղինակություն ունեն դրանք, ավելի լավն են, քան վեհապար Հայրապետը։ Հետևաբար անլուրջ է իրանց այդ թեմաները, որովհետև իրանք քաղաքական խնդիրներ են լուծում եւ փորձում են դրանով մարդկանց ձայները շահել եւ իրանց համար էլի օրակարգ են հնարում։ Իրանք շատ լավ հասկանում են, որ այդ օրակարգերը չեն կարալու իրանք սպասարկել, որովհետեւ ժողովուրդը իրանք չի աջակցում։ Միևնույնն է, ոնց ուզում եք հաշվեք, դրանք բերովի ժողովուրդ են, բերովի, իրանք հանձնարարում են, այսքան մարդ ստեղից, այնքան մարդ ընդեղից բերում լստում են։ Դե բնական է, իշխանական լծակներ ունեք, նրանք էլ էին անում, նախկիններն էլ էին անում, այդպես խնդիր չկար։ Կհիշեք հայտնի հանրահավաքի ժամանակ, երբ որ զորով մարդկանց բերեցին հանրահավաքի, մարդիկ այդտեղից գնացին այն մյուս հանրահավաքը, որովհետև իրականում այնտեղ էին ավելի շատ աջակցում։ Հիմա նույնն է, սրանք լծակներ են օգտագործում են, որ հասարակությանը իրար դեմ հանեն եւ իրանք փորձեն այդտեղից ինչ-որ բան փոկել։ Շատ լավ հասկանալով, որ ժողովրդի մեջ այլևս հենարան չունեն։ Տեսեք, միշտ մենք քննարկում ենք խնդիրների մասին, շաբաթվա իրադարձությունների ու նաև խոսում ենք հնարավոր լուծումների մասին։ Այս բարակայում հնարավոր լուծումը ո՞րն եք տեսնում առհասարակ, ինչ պետք է անի քաղաքացին, որովհետև մենք տեսնում ենք իշխանական թևը հստակ ասում է ժողովուրդը մեր կողքին է, մենք հաղթելու ենք, որոշներն էլ հուսահատված ասում են դե մեկ է իրենք անցնելու են, իմաստը որն է։ Այս խոսույթը երբ մտնում է հանրության մեջ, ինչպես անել, որ հասարակ քաղաքացին, երբ հաշտ չէ այս իրականության հետ, ուղղակի վստահ լինի, որ իր ձայնը, իր քվեն անցնելու է եւ ինչպես անել, որ քաղաքացին ի վերջո գնա այդ ընտրության։ Նայեք, պետքա ձևավորել միասնական մի բևեռ եւ բոլոր այն ուժերը, որոնք մտադիր են պայքարել այս ընտրությունների ժամանակ մտնել ընտրարշավի մեջ եւ պետքա իրանց ամբիցիաները մի կողմ թողնեն եւ ձևավորեն մի ընդհանուր բևեռ տեսեք բազմաթիվ նոր կուսակցություններ են հայտնվել նոր բան որոնք ըստ էության ունենալու են լավագույն դեպքում 1%, 1.5% լավ։ Այդ ձայները բոլոր ընդդիմադիր ձայները փոշիանալու են։ Իսկ եթե մեկ բևեռի մեջ լինի, մեկ դաշինքի մեջ լինի կամ ազգային ճակատ կոչվի կամ ինչ որ չգիտեմ այլ դաշինք կոչվի, այդ բոլոր ձայները 1%-անոց պլյուս են լինելու այդ հիմնական ուժին։ Այսինքն ի՞նչ է պետք, կոնսոլիդացիա է պետք։ Եվ կոնսոլիդացիա պետք չի անձերի շուրջ, այդ սխալ տրամաբանություն է, երբ որ ասում են ում շուրջ կոնսոլիդացիա, չէ, օրակարգի շուրջ պետք է կոնսոլիդացվել։ Որն է օրակարգը, որն է գաղափարը,
Դրվեց գաղափարը, դրվեց օրակարգը, դրա շուրջ պետք է կոնսոլիդացվել եւ մի քանի կարևոր հարցեր կա։ Այդ կարևոր հարցերին պետք է պատասխաններ տան բոլոր քաղաքական կուսակցությունները։ Դրանք համազգային հարցեր են։ Օրինակ հարց. ցեղասպանության ճանաչմանը կողմ եք թե դեմ եք։ Ցանկացած կուսակցություն պետք է այդ մասին ասի։ Ոնց է ինքը պատկերացնում այդ։ Արցախի հարցը ոնց է պատկերացնում ինքը։ Արևմտյան Հայաստանի հարցը ոնց է պատկերացնում։ Ոնց մեր պատմության մշակութային կոթողների հետ կապված, մեր գերիների հետ կապված, դրանք մի 10-15 հարցեր են, որոնք համազգային հարցեր են, որ պետք է ամեն մի կուսակցություն իր պատասխանը տա։ Ոնց է ինքը պատկերացնում անվտանգությունը։ Ինչ երաշխիքներով է գնալու։ Երբ որ ինքը գա իշխանության, ինչ է անելու ինքը։ Դրա համար այս հարցերը պետք է մի հատ հավաքվել, քննարկել, եթե ընդհանրություն կա այս հարցերի շուրջ, այդ քաղաքական ուժերը պետք է ձևավորեն մի հատ մեծ բևեռ, որ մարդիկ գան հասկանան, որ այս սրա օգտին քվեարկելուց էս ենք ստանալու, սրանց օգտին քվեարկելուց էս ենք ստանալու։ Հիմա թող մարդիկ որոշեն, որտեղ են ուզում գնալ։ Եթե ուզում են գնան այնտեղ, որտեղ որ անընդհատ ձախողումները, թող գնան այնտեղ քվեարկեն, ինչ կարանք անենք մենք։ Բայց ես կարծում եմ, որ մարդիկ տենց չեն մտածում, մարդիկ ասում են ուղղակի հալավ են նախկիններին չենք ուզում, սրանցը չենք ուզում նախկինների, բա ու երբ չկա էլ։ Անընդհատ ամեն ինչ այս երկուսի շուրջ է պատտվում։ Իսկ կարող է իշխանությունն ուզում, որ անընդհատ այս երկուսի շուրջ պատտվի, որ ոնց է լինի վերջը իրանց ձայն տան։ Այս տրամաբանությունն են մտցնում մարդկանց մեջ։ Դե համար մարդիկ ասում են, դե որ այն նրանք բան չեն, սրանք կլինեն ուրեմն։ Այսինքն երրորդ ուժ չկա, կա ժողովուրդ ջան, ինչի չկա երրորդ ուժ։ Այնպես չի որ էս ազգը չունի քաղաքական մարդիկ, քաղաքական ուժեր, բայց մեր ասած ուրիշ բան է, մեր ասածը հետեւյալն է, բոլոր փոքր ուժերը, մեծ ուժերը, փոքր ուժերը պետք է հավաքել միտեղ, որ դա էֆեկտ է, քաղաքական էֆեկտ է։ Այլ դեպքում այդ ձայները բոլորը փոշիացվելու են, որովհետև այս դեպքում հնարավորություն կունենանք իրականում հաղթել։ Իշխանությունը թող տեսնի, եթե իրան չեն ուզում ժողովուրդը հանգիստ հեռանա։ Ինչի համար, ասենք, ինչի պետք է մտածեն, որ մի կերպ գցել են ձեռներս իշխանությունը, ամեն գնով պետք է իշխանությունը պահենք, թեկուզ Հայաստանի կործանումով, հա։ Դե պետք է հասարակական մթնոլորտը ձևավորել։ Եթե մթնոլորտը չեղավ, համերաշխության մթնոլորտ չեղավ, ոչ մի ընտրություն չի կարող լինի։ Իշխանությունները կեղծելու են ընտրությունները, ընդդիմությունը դուրս է գալու փողոց, շատ ավելի վատ բաներ ալնելու։ Այսինքն, եթե չեղավ համերաշխության մթնոլորտ պետք է ձևավորել։ Պետք է մարդկանց բացատրել, որ քաղաքական ընտրությունները պատերազմ չի, ժողովուրդ ջան, քաղաքական ընտրությունները գաղափարական մոտեցումների տարբերություններ են։ Դուք պետք է հասկանաք, որ գաղափարական մոտեցումն է ձեզ հարմար։ Ու գարակ այդ ուժին ձեն տակ։ Իսկ քաղաքական ուժերի մեջ պետք է ընդհանրացնեն այն ինչ որ այդ մասը այտենց ընդունում է, այդ բոլորը միասին մի հատ դաշինք կազմեն, այդ դաշինքով գնան ընտրության։ Նախքին կլինի, ներկա կլինի, ապագա կլինի, ոնց ուզում ալնի, այս տրամաբանության, այս օրակարգի շուրջ ուժերը պետք է գնան ընտրության։ Այդ օրակարգը ուրիշ օրակարգ է, բայց կարող է այս օրակարգին իշխանությունն էլ է միանում։ Այդ դեպքում ընդհանրապես խնդիր չի լինում։ Ազգային միասնությունը հենց այդտեղ կայանում է։ Հիմա եկեղեցու շուրջ քաղաքական ուժերը բոլորը նույն կարծիքն ունեն։ Պետք է ձևավորեն այդ կարծիքը։ Կա ինչ-որ ուժ ասում, որ գտնում է, որ չէ, պետք է եկեղեցու դեմ լինեն։ Ուրեմն նրանք էլ իրանց քանակով պետք է հավաքվեն ու ասեն, որ այո, մենք գտնում ենք, որ պետք է սենց լինի կամ ունենց լինի։ Սրանք համազգային հարցեր են, որտեղ հեչ պահը չի հիմա կաթողիկոսին փոխելը։ Ընտրությունները կվերջանա, խախանդ կլինի ամեն ինչը, կաթողիկոսը ինքը կհասկանա, ինքը կընդունի, որ եթե այս ամեն ինչը խանգարում է համազգային միասնության, ինքը կգնա։ Ես կարծում եմ ինքը այդքան եւ գիտելիք ունի եւ բարոյականություն ունի, որ դա անի։ Պարոն Ավետիսյան, ես գիտեմ համերաշխություն կուսակցությունը եւս քայլեր է ձեռնարկել, որպեսզի ձեր ասած այս գաղափարախոսությունը ի վերջո կայանա։ Ինչ ընթացքի մեջ է այն այս պահին։ Գիտեք, բավականին հաջողություններ կան, ես հաջողությունների մասին չեմ ուզում խոսեմ, թողենք մի կողմ, բավականին լուրջ հաջողություններ կան։ Ես կարելի է հիմա խոսենք այն թերությունների մասին,
ամբիցիաները, քաղաքական ամբիցիաները պետքա վերջ տալ քաղաքական ամբիցիաներին։ Քաղաքականությունը խաղալիք չի, քաղաքականությունը մասնագիտություն է։ Չես կարող ամբողջ կյանքդ աշխատած լինես ինչ-որ պետական համակարգում, հետո մի օր դուրս գաս ասես ես հիմա կուսակցություն եմ ստեղծում, այդ կուսակցություն չի։ Այդ մի հատ ինչ-որ ձևական մի բան է։ Կամ պետական ապարատում աշխատող մեկն ես, որ աշխատել ես, այդ առումով քեզ ճանաչում են, ու ասում ես ես հիմա քաղաքականություն եմ մտնում, քաղաքական մի քիչ պետք է ամբիցիաները իջացնել, այն մարդիկ, ովքեր իրական քաղաքական մարդիկ են, կապ չունի նախկին ներկա նորից եմ կրկնում։ Քաղաքական մարդկանց քաղաքականությունը լուրջ մասնագիտություն է։ Գիտեք, sense մի բան կա, մեր ընկերներից մեկն է միշտ ասում այդ մասին, շատ հետաքրքիր ասում է, երբ որ մարդկանց ասում ես, որ դու մաթեմատիկա չգիտես, չի նեղանում։ Բայց որ ասում ես քաղաքականությունը չես հասկանում, նեղանում է, իրանց թվում է այդ քաղաքականությունը տես խաղալիք է։ Հետո սխալվում են, գնում են սխալը հետևից կրկնում են։ Այս պետք է հասկանալ քաղաքականությունը ինչ է գաղափարախոսությունը, ինչի համար է իզմերը պետք։ Ոչ թե ասել, որ մենք իզմ չունենք, որ իզմ չունես, ուրեմն դու չկաս քաղաքական դաշտում, դու գոյություն չունես, դու օդ ես։ Իսկ եթե կաս, մտել ես քաղաքականություն, քո իզմի մասին պետք է խոսես, որտեղ քաղաքականությունը ինքը իզմն է։ Դու պետք է ասես դու ինչի համար ես գալիս, որ հետո էլ չանելու դեպքում պատասխան տաս։ Ոչ թե ասես ես գալիս եմ ոչինչ չանելու համար։ Այդ դեպքում դու վտանգավոր ես դառնում, որտեղ քեզնից ամեն ինչ կարելի է սպասել։ Ամեն ինչ։ Հետևաբար ես նկատի ունեմ, որ քաղաքական ուժերի հետ, իրական քաղաքական կուսակցությունների, գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցությունների հետ պետքա հույսեր կապել, այդ ուժերն էլ պետքա համախմբվեն միտեղ, բոլոր հնարավոր ձայները հավաքել միտեղ, որ իրականում դառնալ այս իշխանությանը պայքարի հետ համարժեք ուժ լինի, որը կարողանա պայքարի։ Այլապես Sense 1% 1, 2, 1, 3% կամ 5% ուժերին, բնականաբար այս իշխանության ուզածն է դա։ Իրանք կուզեն, որ sense լիքը կուսակցություններ մասնակցեն, ձայները փոշիացնեն, որ իրանք իրանց չնչին տոկոսով անցնեն։ Բարի պարոն Ավետիսյան, հուսամ մեր քաղաքական ուժերը եւս կփորձեն միասնական մեկ համատեղ հարթակում գոնե թե միասին գնալ։ Դեռ հույսը չենք կորցնում, փորձենք ընթանալ առաջ։ Իսկ դուք մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։